Ողջույն պատմության սիրահարներ։ Այսօր մենք խոսենք մի ժամանակաշրջանի մասին, երբ հայկական լեռնաշխարհում ձևավորվեց մի գերտերություն, որի հզորությունը ստիպեց անգամ անպարտելի թվացող Հռոմեական Հանրապետությանը դողալ եւ վերանայել իր ծրագրերը։ Դա Արտաշեսյանների թագավորությունն էր, նախքան պատմության խորքերը սուզվելը։ Մի մոռացեք բաժանորդագրվել Armenia History ալիքին, որպիսի բաց չթողնեք մեր հայրենիքի հերոսական անցյալի մասին պատմող հաջորդ տեսանյութերը։ Քրիստոսից առաջ 191 թվականին Մագնեսիայի ճակատամարտում Սելևկյանների պարտությունից հետո տաղանդավոր հայ զորավար Արտաշես առաջինը հռչակեց մեծ հայքի անկախությունը։ Նա միավորեց հայկական հողերը, անցկացրեց հողային բարեփոխումներ եւ հիմնեց հոյակերտ Արտաշատ մայրաքաղաքը, որին ժամանակակիցներն անվանում էին հայկական Կարթագեն։ Արտաշեսյան պետությունն արդեն իսկ դառնում էր տարածաշրջանային լուրջ գործոն, բայց իրական սարսափը Հռոմի համար դեռ առջևում էր։ Արտաշեսյանների հզորության գագաթնակետը եղավ Տիգրան II մեծի գահակալության տարիներին Քրիստոսից առաջ 95 թվականից մինչև 55 թվականը։ Տիգրան մեծը ստեղծեց մի աշխարհակալ կայսրություն, որը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով եւ Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Հռոմեական սենատը սարսափով էր հետևում, թե ինչպես է հայոց արքայից արքան իրեն ենթարկեցնում Սելևկյանների թագավորությունը։ Ասորիքը եւ դաշտային Կիլիկյան հռոմեացիները հասկանում էին, որ արևելքում հայտնվել է մի ուժ, որը կարող է վերջ դնել իրենց ծավալապաշտական հավակնություններին։ Տիգրան մեծի եւ նրա դաշնակից Միհրդատ եւ Պատորի հզոր դաշինքը Հռոմի պատմության ամենամեծ մղձավանջներից մեկն էր։ Անկամ երբ հռոմեական զորավարներ Լուկուլլոսը եւ Պոմպեոսը արշավեցին Հայաստան, նրանք գիտակցում էին, որ գործ ունեն մի պետության հետ, որն ունի հսկայական ռեսուրսներ եւ երկաթյա կարգապահությամբ օժտված այրուձի։ Թեև Քրիստոսից առաջ 66 թվականի Արտաշատի պայմանագրով Տիգրան մեծը հրաժարվեց իր նվաճումների մի մասից, մեծ հայքը պահպանեց իր անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ ճանաչվեց որպես Հռոմի դաշնակից եւ բարեկամ։ Դա իրականում հռոմեական դիվանագիտության զիջումներ վախենալով հայերի հետ երկարատև եւ կործանարար պատերազմից։ Արտաշեսյանների հզորության մասին է վկայում նաեւ այն փաստը, որ հաջորդ տասնամյակներում հենց հայոց թագավորների դիրքորոշումից էր կախված արևելքում հավասարակշռությունը։ Քրիստոսից առաջ 53 թվականին Խարանի ճակատամարտում հռոմեացի զորավար Կրասոսի ջախջախումից հետո հայոց արքա Արտավազդ II եւս մեկ անգամ ապացուցեց, որ Հռոմը չի կարող միանձնյա տիրել արևելքին։ Արտաշեսյան թագավորությունը եղավ եւ մնաց հայոց պատմության այն ոսկեդարը, երբ Հայաստանի անունը լսելիս Հռոմի հզոր սենատորներն ու զորավարները հարգանքով ու երկյուղով էին լցվում։ Եթե ձեզ դուր եկավ այս պատմական ակնարկը, խնդրում ենք սեղմել լայք, կիսվել տեսանյութով եւ անպայման բաժանորդագրվել Armenia History ալիքին։ Գրեք մեկնաբանություններում, թե Արտաշեսյանների պատմության որ դրվագն է ձեզ ամենից շատ տպավորում։ Շնորհակալություն դիտման համար, մինչ նոր հանդիպում։